Ուկրաինայում խուզարկություններ, հոգևորականների հետապնդումներ ու բանտարկություններ սկսվեցին 2014-ին Մայդանի իրադարձություններից և Ղրիմի Ռուսաստանին միանալուց հետո։ Ուկրաինայի որոշ քաղաքներում սկսվեցին բողոքի ակցիաներ ուղղափառ եկեղեցու դեմ, որոնք տևեցին մոտ 4 տարի։ 2018-ին Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղեմեոսը տվեց տոմոս, որը ճանաչում էր Ուկրաինայի եկեղեցու անկախությունը և ստեղծեց Ուկրաինայի ինքնավար ուղղափառ եկեղեցի։ Ուկրաինայի հեղափոխականները ուղղափառ եկեղեցին դիտարկում էին որպես Ռուսաստանի ներգործության գործիք և ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրավիճակն ավելի սրվեց։ Անգամ հավատացյալների միջև բախումներ գրանցվեցին։ Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու դեմ արշավը շարունակվում է արդեն մոտ 10 տարի, վերջին տարիներին դառնալով պետական քաղաքականության մաս Մոսկվայի ազդեցությունը զսպելու նպատակով։ Հարևան Վրաստանում ուղղափառ եկեղեցու դեմ պայքարը սկսվեց 2019-ից 2020 թվականներին։ Գլխավոր պատճառը կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն էին, որոնք սահմանափակում էին եկեղեցու պետական արտոնություններն ու գույքային իրավունքները։ Վրաց ուղղափառ եկեղեցին մինչ այդ արտոնություններ ուներ մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտն այդ արտոնությունները չհիմնավորված էր համարել և կապում էր երկրի ռեսուրսների վերահսկման ու ընտրություններից առաջ ազդեցություն ձեռք բերելու հետ։ Երկրում ձերբակալություններ, հետապնդումներ չեղան այդ ժամանակ, բայց մթնոլորտը փոխվեց։ Պատրիարք Իլիա II կոչ էր արել հոգևորականներին պահպանել քաղաքական չեզոքություն, նշելով, որ եկեղեցին միավորող ուժ է ազգային մակարդակում։ Վրաց ուղղափառ եկեղեցին գունավոր հեղափոխությունից հետո մի շարք հարցերում անհամաձայնություններ է ունեցել կառավարության հետ։ Դրանցից ամենաքննարկվողներից մեկը 2014 թվականին Վրաստանում ընդունված հակադիսկրիմինացիոն օրենքն է, որը ներառում էր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հասկացությունները։ Պատրիարք Իլիա II-ն այն բնութագրել էր որպես մեծ մեղք, որն օրինականացնում է անօրինությունը։ Նա նշել է, որ այն կտրուկ մերժվում է ուղղափառ հետևորդների կողմից։ Վրաստանում հոգևոր ուժեղ առաջնորդի շնորհիվ ուղղափառ եկեղեցին չկորցրեց իր վարկանիշն ու ազդեցությունը հասարակության վրա։ Արևելյան Եվրոպայի մյուս երկրում, Մոլդովայում ուղղափառ եկեղեցու դեմ արշավ սկսվեց 2023-ին, նախագահ Մայա Սանդուի նախաձեռնությամբ, խորհրդարանականների աջակցությամբ։ Հիմնական պահանջը եկեղեցին երկրից հեռացնելն էր։ Եկեղեցին մերժեց իշխանության պահանջներն, ինչը ստեղծեց կրոնական լարվածություն և հասարակության բևեռացում։ Մոլդովայում արշավը դեռ ընթացքի մեջ է։ Դուք նմանություն տեսնում եք եկեղեցիների դեմ արշավներում։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում նույնպես սկսվեցին հակաեկեղեցական գործողություններ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսով։ Սկզբում դրանք արտահայտվեցին մի քանի ակցիաներով, սակայն 2025-ին նոր թափ ստացան։ Ձերբակալեցին Բագրատ arczepiskopos Գալստանյանին, դրան հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալությունը, 2 տարով ազատազրկումը։ Բանտում հայտնվեց նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Մենք չենք խոչընդոտում, դուք եք խոչընդոտում։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտել եք։ Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։ Այդ նոր փուլը Փաշինյանը մեկնարկեց Հովանավանքում կարգալույծ եղած քահանայի մատուցած կեղծ պատարագին մասնակցելով։ Այս արշավը ընթացքի մեջ է, աչքի առաջ ունենալով Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի փորձը։ Ինչպես կավարտվի, կաթողիկոսի ու հասարակության քայլերից է կախված։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w.abcmedia.am պաշտոնական կայք։